No, todavía no empezaron. ¿Y por tú que usted o cinco? Դուք ներկայացեք նախ ու հարցը կտանք։ Ես Juan Pablo Գեչիջյանն 18 տարի Հայաստան ապրել եմ, դարբեր գործեր հրած եմ аэроպորտը համար եւ ուրիշ ընկերությունների համար։ Եվ այսօր գտնվում ենք ոստեղ Արգենտինայի եւ Բրազիլի ընկերների խումբի հետ հիշադակելու մեր զոհերին 110-ամյակի ցեղասպանությունին։ Բոլորը մեծամասնությունը հայ չեն, բայց շատ մոդիկ են, շատ ընկեր են հայերին եւ Հայաստանին եւ գտնում են իրեն, որ շատ կարեւոր էր այսօրը հոս Հայաստանում նշել եւ դոնել ծևոմ ասենք։ Ինչ Որը որ բարձրացել են նաեւ իրենք այստեղ որն է։ Իրենք քաղաքական մարդիկ են, ժուրնալիստներ են, ամենանշանավոր երկու ժուրնալ, ինչպես կսի, լրագրող ամենագարտացված իսպաներեն աշխարհում եւ պաստապաններ են, իրավականներ են, որ շատ պաշտպանում են Հայաստանի մեր խնդիրը թուրքերի հետ Արգենտինայում եւ Բրազիլում, մանավանդ մեր parlamenti մեջ եւ կառավարությունների մեջ։ Իսկ ուսումնասիրություններ որպես փաստաբան արել են։ Այո, իրենք դեղյակ են ամեն ինչի եւ օգնում են ինչպես կարող են, որ Արգենտինան եւ Բրազիլը միշտ հայերի կողմից լան եւ օգնեն դժնամիների հանդեպ։ Իսկ ինչպես են ընկալում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն արայն, որ առաջնահերթություն չէ այլևս ցեղասպանության օրակարգը։ Ադիգա չէ թեման, որ իրենք գալիս են, ոստեղ գալիս ենք, որ աշխարհը իմանա ինչ ըրած են հայերի հետ թուրքերը եւ ինչպես 110 տարի հետո բան չի փոխվել եւ բարձրացնելու ցայնը, որ ինչպես կարելի է որ 100 տարի անցել են եւ բան չի եներ, շատ երկիրներ, որ խոսում են ազատության մասին, խոսում են դեմոկրատիայի մասին, բայց երբ որ դիկտատորներ ցեղասպանություններ գսեն բան չեն ասել։ Ադիգա է մեր նպատակը, որ բարձր ցայնով ասվի այդ սխալ բանը։ Իսկ ինչու է կարծում, որ 110 տարի անց բան չի փոխվել, ինչ հիմքով։ Ինչու աշխարհը Ալիև, Սևլուս բացի վրետ, համայնք աշխարհին ասում եմ, Ալիև, Սևլուս բացի վրետ, Հիսուս Քրիստոս, Նիկոլ Փաշինյան, դուխով։ Աշխարհը միայն բիզնեսը մտածում է, փողը մտածում է եւ մարդկային կարևորությունները գողմը ցկած է։ Եվ ադիգա ինչ որ գազեն թե որ բիզնեսը եւ փողը ավելի արժեք ունին քան թե յանքը։ Ադորամար թեր ցեղասպանություններ կգադարվին։ Ինչպես կարելի է կանխարգելել ցեղասպանությունները ձեզ։ Կանխարգել ինչ կուզես։ Կանխարգելել։ Ցույց տալով ինչ կպատահի, որ բոլոր աշխարհը խոսի ինչպես մերցուցել են 1 միլիոն ուգես հայ, 6 միլիոն հրյա Ռուանդայում ցույց տալով, որ ժողովուրդը իմանա, շատ ժողովուրդ Ամերիկայում չեն գիտեր ասիգա, ինչու իրենց երկիրները ցևոմը չեն տողեր, որ աս լուրերը իրենց երկիրների մեջ դարածվին։ Իսկ դուք տեղի եք Արցախում տեղի ունեցածին եւ ինչպես եք դրան վերաբերվում գնահատականը դա ինչ էր։ Բոլորը Արգենտինայում եւ Բրազիլում հասկանում են, որ ոնդեղալ ցևոմը ցեղասպանություն կատարվել է, որ մեր ժողովուրդը ստիպված բախավ, չնջել են եւ չնջում են մեր identity, ինչպես կսեն identity, ինքնությունը այդ դարածներում, որ հազարամյակ տարիներով մենք ապրել ենք եւ ադիգա շատ ցույց կդրվի գոր։ Դուք նշեցիք, որ ձեզ հետ Հայաստանում են գտնվում Արգենտինայում եւ Բրազիլիայում հայտնի լրատվամիջոցների լրագրողներ, ովքեր հայերի մասին բարբերաբար անդրադառնում են եւ լուսաբանում։ Այս օրերին Ադրբեջանում Բաքվում տեղի է ունենում հայ ռազմագերիների դատավարությունը։
Այո։ Եվ բարբերաբար իրենք ամեն անգամ գրում են, որ այդ դատավարությունը բաց է։ Արդյոք նրանց մոտ ցանկություն չի առաջանում գնալ եւ լուսաբանել դատավարությունը։ Ցանկությունը գա եւ ադորամար իրենք ալ հոսեն, որ կարողանան ինչքան շատ լուրեր օ ինֆորմացիա ունենալ, որ կարողանան իրենք ալ քրել ադոր մասին։ Դժբախտաբար բոլորս գիտենք, որ Ադրբեջանը դեմոկրատիա չէ, Ադրբեջանը ավտորիտար ռեժիմն է եւ չի թողեր ազատ լուրերի բանը դարացումը դժվար գլա որ ժուրնալիստներ թողեն մտնել Ադրբեջանը որ կարողանան ցույց տալ ինչքան կրիմինալ բաներ գնեն որ մեր հայերում դիմում եղել է ադիգա իրենց պետք է հարցունենք ես դեղյակ չեմ բայց վստահ եմ որ եթե հնարավորությունը լառն է գնեն բայց գիտենք որուն է դեպի խոսին եւ ադիգա է խնդիրը երբ օրինակ դատավարությունների ժամանակ հայտարարում է որ բաց է դռնված է դատը դա է խնդիրը եթե դիմեն մերժում ստանան դա այլ հարց է բայց եթե չեն դիմում լուսաբանելու համար ադիգա իրենց պետք է հարցնվի իմանանք կարող ենք հարցնել բայց bueno հիմա չեմ գիտեր ով գա եդևս no pero հոստեղ չկան իրենք ընկերներն են բայց ժուրնալիստները գաշխատին որ հիմա շրջանում Առաջին անգամ են Հայաստանում։ իրենք այո ամեն տարի դարբեր խումբեր գկան որ միևնույն գրուպից կազմակերպում այդ խմբերի այո շնորհակալ եմ ուժ եղել դանք բոլորս եւ միացված շնորհակալ եմ